Բարև սիրելի սովորող, 8-րդ դասարանի հայոց լեզվի դասընթացից կշարունակենք ուսումնասիրել պարագաները, որոնք հիշում ենք, որ գործողության կատարման հանգամանք ցույց տվող լրացումներն են։ Պարագաներից այժմ կուսումնասիրենք ձևի պարագան։ Ձևի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ձևը և պատասխանում է ինչպես, ինչ ձևով հարցերին։ Բերենք օրինակներ. ցրտահար, հողմավար, դողացին մեղմաբար, տերևները դեղին, պատեցին իմ ուղին։ Դողացին ինչպես, մեղմաբար, մեղմաբար բառը ձևի պարագա է։ Ձևի պարագա կարող են դառնալ գոյականը գործիական հոլովով, օրինակ, հաճույքով կկատարեմ քո խնդրանքը, կամ ընկերս ուրախությամբ համաձայնեց ինձ ուղեկցել մինչև տուն։ Հաճույքով, ուրախությամբ գործիական հոլովով դրված բառերը պատասխանում են ինչպես հարցին և նախադասության մեջ դարձել են ձևի պարագա, ցույց տալով գործողության կատարման ձևը։ Ձևի պարագա կարող են դառնալ նաև ձևի մակբայները։ Կանչում է կրկին, կանչում անդադար են չքնաղ երկրի կարոտը անքուն, ու թևեր նահա փռած տիրաբար, թռչում է հոգիս, թռչում դեպի տուն։ Այս օրինակում գործողության ձև են մատնանշում անդադար և տիրաբար բառերը, որոնք ձևի մակբայներ են։ Ցուցական դերանունը առանձին կամ հարցական հարաբերական դերանունը իբրև կապական բառ այլ խոսքի մասի հետ նույնպես կարող է դառնալ ձևի պարագա։ Այսպես կանչելով փողոցից փողոց, իբրև թե չարչի միթափառական, չարչու կերպ մտած, ինչպես վիշապոց, անցնում էր ինքը Շահ Աբաս արքան։ Այսպես բառը ցուցական դերանուն է, ինչպես վիշապ-օց կապակցությունը ձևավորված է ինչպես հարաբերական դերանվան և վիշապ-օց բառերի համադրությամբ։ Անորոշ դերբայի գործիական հոլովով նույնպես կարող ենք ձևավորել ձևի պարագա։ Մեկը իմ սիրտը փշրելով անցավ ու հեգնությունով նայում է վրաս։ Անցավ ինչպես, փշրելով բառը ցույց է տալիս գործողության կատարման ձևը, դառնալով ձևի պարագա։ Նման պես կապերի և սեռական հոլովաձևի կապակցությունը նույնպես կարող է ձևավորել ձևի պարագա։ Աղբյուրն անուշ հեքիաթի պես իր լույս երգով ժպտում էր մեզ, անակնկալ բախտի նման հայտնվեցիր պայծառ անձայն։ Հեքիաթի պես, բախտի նման ցույց են տալիս գործողության կատարման ձևը, ձևավորվել են գոյականի սեռական հոլովաձևով և պես նման կապերով։ Ձևի պարագա կարող է դառնալ նաև հարակատար դերբայը։ Օրինակ, հոգնած նայում եմ ճամփաներին, սերմնացանները չդարձան տուն, ինչպես եմ նայում հոգնած հարակատար դերբայը ցույց է տալիս գործողության կատարման ձևը, դառնալով ձևի պարագա։ Ձևի պարագա կարող է դառնալ նաև ածականը։ Օրինակ, դժկամ նայում են ժայռերը խոժոր, տխուր խաղում են ալիքները ժիր։ Նայում են ինչպես, դժկամ, խաղում են ինչպես, տխուր։ Դժկամ տխուր ձևի պարագաները ածականներ են։ Անշուշտ դժվար է կողմնորոշվել որպես իբրև կապերի հարցում, չէ որ նրանք կարող են ձևավորել և մասնական բացահայտիչ, և ձևի պարագա։ Այսպես, այսօր նա պահեց իրեն իբրև վերջին խաբեբա։ Այս կառույցը կարող ենք փոխել և դարձնել, այսօր նա պահեց իրեն խաբեբայի նման, խաբեբայի պես, պահեց իրեն ինչպես, իբրև վերջին խաբեբա։ Այս փոփոխությունը և տրվող հարցը մեզ հուշում են, որ իբրև վերջին խաբեբա արտահայտությունը ձևի պարագա է, լրացնում է պահեց բային և ցույց է տալիս գործողության կատարման ձևը։ Իսկ եթե գործ ունենք բացահայտչի հետ, ապա մենք հարգում էինք նրան իբրև ազնվաբարո մարդու։ Ստացվում է, որ իբրև կապով ձևավորված լրացումը դերանվան լրացում է և դարձել է մասնական բացահայտիչ։ Չէ որ պարագան պետք է լրացնի բային, իսկ բացահայտիչը գոյականի, դերանվան կամ այլ անուն խոսքի մասի։ Այսպիսով ունենք իբրև վերջին խաբեբա ձևի պարագան և իբրև ազնվաբարո մարդու մասնական բացահայտիչը։
Այժմ ուսումնասիրենք նպատակի պարագան։ Այն ցույց է տալիս գործողության կատարման նպատակ և պատասխանում է ինչու, ինչի համար, ինչ նպատակով հարցերին։ Ինչպես կարող է ձևավորվել նպատակի պարագան։ Նպատակի պարագա կարող են դառնալ գոյականները դրված դրական հոլովով։ Օրինակ, Անուշը կուժն առած գնաց աղբյուրը ջրի։ Երեխային ուղարկեցին հացի։ Գյուղացիները դուրս էին եկել վար ու ցանքի։ Ջրի, հացի, վար ու ցանքի նպատակի պարագաները դրված են դրական հոլովով։ Նպատակի պարագա կարող է դառնալ նաև անորոշ դերբայի դրական հոլովը։ Եթե նույն նախադասությունները մի փոքր փոփոխենք և նպատակի պարագան արտահայտենք դերբայով, կստացվի. Անուշը կուժն առած գնաց աղբյուրը ջուր բերելու, ինչ նպատակով, ջուր բերելու։ Երեխային ուղարկեցին հաց գնելու։ Գյուղացիները դուրս էին եկել վարելու ու ցանելու։ Նպատակի պարագա կարող է դառնալ նաև մագբայական դերանունը։ Ինչի համար է հավաքվել ամբոխը, ինչու են աղմկում։ Ինչի համար, ինչու, նպատակի պարագաներ են։ Համար, նպատակով, հանուն, հոգուտ, իշահ, կապերով ու կապական բառերով ձևավորված կապակցությունները նույնպես կարող են դառնալ նպատակի պարագա։ Շինել եմ այն ոչ զարդերի, այլ ջերմության համար, հյուրընկալվող ձեր սրտերի մտերմության համար։ Շինել եմ ինչու, ինչ նպատակով, ջերմության համար, ջերմության նպատակով, մտերմության համար, մտերմության նպատակով։ Հանուն պատվի արդարության, հանուն թափված անմեղարյան, հանուն ազատ մեր աշխարհքի, հանուն Աստծո և իր փառքի բարձրացնում ենք մեր ձայնն ահա։ Այս օրինակում էլ հանուն պատվի արդարության, հանուն արյան, հանուն աշխարհքի, հանուն Աստծո և իր փառքի լրացումները նպատակի պարագաներ են։ Այժմ անցնենք պատճառի պարագայի ուսումնասիրությանը։ Պատճառի պարագան ցույց է տալիս գործողության կատարման պատճառը և պատասխանում է ինչու, ինչ պատճառով, ինչից հարցերին։ Պատճառի պարագան կարող է արտահայտվել պատճառի իմաստ ունեցող կապերով ու կապական բառերով, պատճառով, շնորհիվ, երեսից, ձեռքից, որոնք դրվում են գոյականների սեռական հոլովաձևի կամ այս, այդ, այն դերանունների վրա։ Հոգնածության պատճառով երկար ժամանակ չէր կարողանում քնել։ Հանգիստ չէր տալիս այն միտքը, թե Բադամյանն իր երեսից է այդ վիճակում հայտնվել։ Ինչ պատճառով, հոգնածության պատճառով, ինչու, ում պատճառով, իր երեսից։ Պատճառի պարագան արտահայտվում է նաև բացառական հոլովով։ Օրինակ, ուրախությունից նա լաց եղավ, կամ ցավից ոռնաց գազանի պես։ Ինչու, ինչ պատճառով, ուրախությունից, ցավից։ Այս բառերը պատճառի պարագաներ են, ցույց են տալիս գործողության կատարման պատճառը։ Այստեղ նորից կանգնում ենք դժվարության առջև։ Չէ որ բացառական հոլովով կարող է դրվել և պատճառի պարագան, և ներգործող անուղակի խնդիրը, և երկուսն էլ կարող են կրել ինչից հարցը։ Նա ուրախությունից ցատկոտում էր։ Ուրախությունից բառը պատճառի պարագա է, թե ներգործող անուղակի խնդիր։ Տալիս ենք հարցը, ցատկոտում էր ինչից, ուրախությունից։ Բացի այդ, բերված օրինակում ցատկոտել բայը չեզոք սեռի բայ է, ուրեմն չի կարող ունենալ ներգործող անուղակի խնդիր լրացում։ Կարող ենք փորձել նաև այլ կերպ, ինչից հարցի փոխարեն կարող ենք տալ ինչի պատճառով հարցը։ Նա ցատկոտում էր ինչի պատճառով, ուրախությունից։ Այստեղից ակնհայտ է դառնում, որ բերված օրինակում ուրախությունից բառը պատճառի պարագա է։ Ահա մյուս դեպքում ճանապարհը թրջվել էր անձրևից։ Մենք կարող ենք փոխակերպել կառույցը և դարձնել ներգործական։ Անձրևը թրջել էր ճանապարհը։ Բերված օրինակում թրջվել էր բայը կրավորական սեռի բայ է,
որը ենթադրում է ներգործող անուղղակի խնդրի գոյությունը։ Ինչից էր թրջվել, անձրևից, եւ երբ որ շրջում ենք կառույցը, թրջվել էր կրավորական սեռի բայը դառնում է ներգործական, անձրևից ներգործող անուղղակի խնդիրը դառնում է անձրևը ենթակա, անձրևը թրջել էր ճանապարհը։ Այս օրինակից էլ ակնհայտ է դառնում, որ անձրևից լրացումը ներգործող անուղղակի խնդիր է։ Սիրելի սովորող, եք մի փոքր գործնական աշխատանք կատարենք։ Գտնենք ձևի պարագաները եւ որոշենք, թե ինչ խոսքի մասերով են արտահայտված կամ ինչպես են ձևավորվել։ Կարդանք առաջին նախադասությունը։ Բերանը խոտով լիքն է, բայց էլի ուխտի նման դեզին է նայում։ Գտնենք ձևի պարագան։ Այն բայի լրացում է։ Ինչպես է նայում, ուխտի նման։ Ինչպես է ձևավորվել ուխտի նման ձևի պարագան։ Այն ձևավորվել է կապական կապակցությամբ, ուխտ գոյականի սեռական հոլովով և նման կապի համադրությամբ։ Դիտարկենք հաջորդ օրինակը։ Շունը հաչելով կմեծանա։ Ինչպես հաչելով։ Հաչելով ձևի պարագան դերբայ է, անորոշ դերբայի գործիական հոլովը։ Գիտուն աղվեսը երկու ոտքով թակարդը կընկնի։ Կընկնի ինչպես։ Երկու ոտքով։ Ոտքով բառը դրված է գործիական հոլովով։ Լավ է ոտքով սայթաքել, քան լեզվով։ Սայթաքել ինչպես։ Նորից տալիս ենք ձևի պարագայի հարցը։ Սայթաքել ոտքով, սայթաքել լեզվով։ Ոտքով լեզվով բառերը նորից դրված են գործիական հոլովով։ Կուշտ նստեցինք, քաղցած վեր կացանք։ Նստեցինք ինչպես, կուշտ։ Վեր կացանք ինչպես, քաղցած։ Կուշտ բառը ածական է, իսկ քաղցած բառը դերբայ, այն հարակատար դերբայն է։ Եվ վերջապես, եկավ հրեշտակի պես, գնաց սատանայի պես։ Եկավ ինչպես, հրեշտակի պես, գնաց ինչպես, սատանայի պես։ Այստեղ ձևի պարագաները արտահայտվել են պես կապով և գոյականի սեռական հոլովաձևով, հրեշտակի պես, սատանայի պես։ Այժմ գտնենք պարագաները և որոշենք, թե ինչպես են արտահայտվել նրանք։ Այսպես, կաթից բերանն այրվել է, մածունը փչելով է խմում։ Բերանն այրվել է ինչից, կաթից, մածունը խմում է ինչպես, փչելով։ Կաթից բառը պատճառի պարագա է, արտահայտված բացառական հոլովով։ Փչելով բառը ձևի պարագա է, արտահայտված գործիական հոլովով։ Հիմարություն է մեռնելը մահվան սարսափից։ Հիմարություն է մեռնելը ինչից, ինչի պատճառով, սարսափից։ Պատճառի պարագա արտահայտված բացառական հոլովով։ Արջն իր ահից է գոռում։ Արջը գոռում է ինչու, ինչ պատճառով։ Ահից բառը նորից պատճառի պարագա է։ Շատ գիտես, քիչ խոսիր, քիչ խոսիր, շատ լսիր։ Այս նախադասության մեջ շատ, քիչ, նորից շատ, քիչ բառերը չափի պարագաներ են։ Գիտես ինչքան, խոսիր ինչքան։ Չափի պարագաները արտահայտված են չափի մակբայներով։ Գայլի բնում մանր ոսկոր չի մնա։ Մանր ոսկոր չի մնա որտեղ, բնում։ Բնում բառը տեղի պարագա է, որը արտահայտված է գոյականի ներգոյական հոլովով։ Երբ մեկի հետ կռվում ես, հաշտության համար տեղ թող։ Երբ ժամանակի պարագան արտահայտված է հարաբերական դերանունով, իսկ հաշտության համար նպատակի պարագան կապական կապակցություն է, արտահայտված է հաշտություն գոյականի սեռական հոլովաձևով և համար կապով։ Հաճախ նման վերլուծություններ կատարիր։ Շատ կարևոր է հիշել նաև հետևյալը։ Կարելի է տալ ինչու հարցը, այնպես ինչպես կարելի է տալ ինչի համար հարցը, սակայն չի կարելի հարցնել ինչու համար։ Սա սխալ արտահայտություն է։ Կարծում եմ կմտապահեք։